Բիտվան գալիս է Երևան, 1 տոմսի կինը 450 միլիլիտր արյուն է։ Այդպիսի ակցիա է մտածել համերգի կազմակերպիչ Ռադիո Վանը։ Համերգին մասնակցել ցանկացողները պետք է արյուն հանձնեն։ Շատ խիստ խնդիրներ կա արյան հետ կապված Հայաստանում, արյուն տալու հետ մեծ խնդիրներ կան դոնորության հետ։ Այս անգամ որոշեցինք մեծ ակցիա կազմակերպենք եւ մոտիվացնենք այդ մարդկանց, մեկ անգամ էլ ուշադրություն դարձնենք այս խնդրի վրա համերգի միջոցով։ Բիտվայի տղաները դրական են արձագանքել ակցիայի մտքին եւ իրենց հետ բերելու են նվերներ արյան դոնորների համար։ Արյունաբանական կենտրոնում էլ են ուրախ, որ կարող են այսպիսի ակցիա անցկացնել, քանի որ դոնորների կարիք շատ ունեն։ Ցավոք պետք է նշեմ, որ այսօր Հայաստանում դոնորների զգալի պակաս կա եւ որպեսզի մենք կարողանանք մեր խնդիրները կարգավորենք, պետք է ունենանք շուրջ 50,000 եւ ավելի դոնորներ, սակայն անցյալ տարվա տվյալներով մենք ունենք միայն 15,000 դոնորներ։ Այժմ մենք գտնվում ենք Արյունաբանական կենտրոնի արյան բանկում, դոնոր դառնալու համար ըստ օրենքի պետք է լրացնել համապատասխան դոնորի հարցաթերթիկ, նոր այդ հարցաթերթիկի լրացնելուց հետո մենք հրավիրում ենք դոնորին թերապևտի մոտ նախնական զննության։ Այստեղ բժիշկը զննում է դոնորին։ Արմինեն իմացել է մի փոքրիկի մասին, որն օգնության կարիք ունի եւ շտապել է արյան բանկ։ Չեմ վախենում, բայց շատ եմ հուզվում։ Ինչից եք հուզվում։ Չգիտեմ, ուզում եմ, որ բոլորը առողջ լինեն։ Այստեղ մենք դոնորական սրահում ենք գտնվում եւ հենց այստեղ կատարվում է բուն արյունատվության գործընթացը։ Կարենը արդեն 4 տարի կամավոր հիմունքներով արյուն է հանձնում։ Դեն միտքի եկիլոր ասենք այդ երեխան իր համար շատ է։ Այդ ձև էլի։ Ասենք ուզեցնենք միշտ օգտակար լինենք երեխաներին։ Հիմնականը մենք դրա համար ենք արյուն տալու։ Այստեղ լաբորատորիան է, որտեղ որ մենք արյունները ստուգում ենք։ Դուք գիտեք, որ կան որոշակի ինֆեկցիոն հիվանդություններ, որոնց առկայությունը պետք է բացառվի։ Եթե արյունը մաքուր է, ապա այն գնում է առաքման բաժանմունք եւ արդեն գնում է դեպի հիվանդները։ Մարդիկ կա, որոնք 2 անգամ են արդեն հանձնելու, քանի որ 2 ամսից ավել է տակցան տեղի ունենում, 2 անգամից ավել են հանձնում։ Մոտավորապես մենք այսօրվա տվյալներով մենք հավաքել ենք 120 լիտր արյուն, բայց դա մի անգամվա ակցիա չի պիտի լինի։ Դա պիտի լինի ամեն ամիս, որտեղ ամեն ամիս Հայաստանի Հանրապետությունը ունի պահանջարկ 400 լիտրի մեջ։ Вот мы с другом Ընկերոջս հետ իմացանք ակցիայի մասին, որոշեցինք արյուն հանձնել, օգնել մարդկանց ինչով կարող ենք ու միաժամանակ լավ ժամանակ անցկացնել լսելով լավ երաժշտություն լեգենդար խմբի կատարմամբ։ Вот и заодно провести хорошо время, послушав хорошую музыку, легендарную, да, все впервые сдал кровь. Առաջին անգամ հանձնեցի արյուն, ինքնազգացողությունս բարելավեցի ու կարևորը օգնեցի ինչ-որ մեկին իմ արարքով։ Շատ ուրախ եմ, մեծ հաճույքով կգնամ լեգենդար խմբի համերգին։ Երբեմն մեզ թվում է, որ հիվանդությունները կամ որոշակի դժվար խնդիրներ դրանք մեզանից հեռու են եւ դրանք մեզ չեն հանդիպելու։ Սակայն կյանքը այլ բան է հուշում եւ իմանում ենք, որ եւ հիվանդությունները եւ այն իրավիճակները, որոնցում մենք կարող ենք հայտնվել, արյան փոխներարկման կարիք ունեն եւ դառնալով արյան դոնոր եւ պաշարելով այդ արյան բաղադրամասերը, մենք պետք է իմանանք, որ դա կարող է անհրաժեշտ լինել մեր առողջությունը պահպանելու կամ մեր հարազատների առողջությունը պահպանելու համար։